Սկսեցինք, բարև, ես Արշակ, այսօրվա մեր հաղորդումը գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք եք պատրաստում։ Այո։ Շատ գեղեցիկ գործեր ունեք։ Շնորհակալություն գնահատելու համար։ Իսկ ընդհանրապես լինում է առևտուր։ Գիտեք ոնց ասեմ, սեզոն է գոյություն ունի, բայց ընդհանրապես դե ճանաչող մարդիկ գալիս են, զանգահարում են տանից, ինչու՞ չէ ստեղից գալիս են։ Տենց է։ Կներեք, իսկ դուք եք նվագում։ Այո, սմբացորից։ Եթե խնդրեմ մեր YouTube-յան դիտորդների համար կնվագեք։ Շնորհակալություն։ Ջան, մերսի։ Արամ ջան, շատ սիրուն ես պատրաստում, Շնորհակալություն, Աշոտ ջան։ որ խնդրեմ կասես, ինչ փայտ է, Ասեմ, դոլը։ սա մեզ երկու հատ մաքուր փոփոխի փայտը մեր Ղարաբաղի Արցախից է վերած, իհարկե շուտ ենք վերել, ամենալավ փայտն է համարվում այսօր։ Մեր տարածաշրջանի ամենալավ փայտերից մեկն է։ Փոփոխի փայտ։ Արամ ջան, դե գնացինք։ Լավ եղի, լավ աշխատանքային օր, հաջողություն։ Շոտ։ Շատ գեղեցիկ գործ է։ Շատ սիրուն սումկաներ կա։ Այս բնական ներկոմ է տարածը, չէ՞։ Ուրեմն հետևորդներ ջան, սունկեքը մաքուր կաշի է և բնական ներկով է նկարված։ Եթե հանկարծ ցանկանաք, կարող եք գալ վերնիսաժ ու ինչ որ մեկին նվեր առնել կամ ձեզ վերցնել։ И до конца дня никто с ним Սա Instagram-ի QR կոդն է։ Եթե ցանկանաք, կարող եք մտնել Instagram և պատվիրել։ Այս քաղաքն է որ ստիպում է սիրահար մնալ հավերժ Իմ սրտի մայրաքաղաք հարավտև արևուկյան Երևան դու սերն ես հայերի Իմ սրտի մայրաքաղաք Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր աշխատանքներն են։ Բոլոր իմ աշխատանքներն են, հեշտակները հեղինակային աշխատանքներ են, իրենց ներքև չկա, իրանք սիրուն ասելիքներ ունեն։ Հավատան երազանքի, քանի որ երազանքները կատարվում են, պետք է հավատալ ամբողջ մտքով ու սրտով, իրասիրտի փայտիկով։ Դեք մարմնով հմետ իմ պրոպագանդային անունը, դեմքները նկարվածով իրանք բոլորը անհատականություններ հեշտակներ, բոլորը կան։ Կան առանց գրության հեշտակներ, գրությունը հաջողվի ցանկությամբ գրում։ Հասկացա։ Իսկ շուտվանից եք զբաղվում այս աշխատանքով։
Արդեն կլինի մոտ 6 տարի, որ հոբին դարձել է նաև ասենց եկամուտի աղբյուր։ Հա, Բայց մանկուց ստեղծագործում եմ վերցում եմ, այստեղ ինչ տեսնում եք ձեռագործ իմ աշխատանքներն են գործած, կարած, այստեղ տիկնիկները, կան նաև տիկնիկներ, որ հիմա այստեղ չկան, այստեղ սենց հրեշտակն է զանգակով, ինքը սիրող պաղապանի հրեշտակն է։ Ծաղկե փունջավ, որ երբեք չթարում, հենց են սիրուն բացում են։ Տադամ, վերացվում է ինքը սենց տակդիրի, բաժակի շատ հավեսն է։ որ թեյախմություն լինի ավելի հաճելի։ Մի աշխատանքը ինչքան ժամանակ է տևում։ Օրինակ այս Օրինակ, հիմացի տիկնիկը։ Հրեշտակների մի հրեշտակ ստեղծելը տևում է մոտ 4-ից 5 ժամ։ Կմանրակրկիտ աշխատանքը, դեմքը նկարված է, ամբողջությամբ ծրոյից է պսակվում, ինքը անշունչ կտոր է եղել ու վերածվել է սենց սիրուն հրեշտակի բարևերի փոքրիկ, մեկ իր աչուկները, դեմքները նկարված են։ Շատ սիրուն է։ Աքսեսուարը ասենց ծաղիկ տեսքով բացում են, այնտեղ կարող են իրենց շրթներկը, բայլան կամ ինչ ցանկանան փակեն ու շատ սիրուն ինքը սենց հարմարվում է պայուսակին որպես աքսեսուար։ Հա, Հասկանալի։ Այսպես նայեք։ շատ հետաքրքիր տարբերակ է։ Շատ տեղացիներն են առնում, թե տուրիստները։ Հիմնականում տուրիստները։ Ավելի շատ իրանք հետաքրքրվում են ստեղծագործման ընթացքից, թե ոնց է պատրաստվել, թե հարցնում են գին, ոնց է ընդհանրապես, կամ առնում են, Դե հիմնական թե իրանք հետաքրքիր է ոնց է պատրաստվել։ Մարդկանց ոնց է պատրաստվել, քանի որ իրենք տեսնում են ձեռքի աշխատանքը, հետաքրքիր է։ Ոնց է պատրաստվել, ինչից է պատրաստված, դե արժեքն էլ պակաս կարևոր չի։ Իսկ ռեալ գնորդն է, որ արդեն հավանել է, բնականաբար չի նայում արժեքին այդքան, նայում է աշխատանքի, քանի որ հասկանում որ ձեռքի աշխատանքը յուրահատուկ գործ է։ Փակուկ ականջներով հուսապարկել են իրենք, բարձրակ թելով գործված, որ լվացքի մեքենան լվացվում են, մանկական սիրելի հուսապարկերն են, շոտ փակուկ են ականջները ու գունային տարբեր համադրություններով ունենք։ Լվացքի մեքենայում էլ լվացվում են մեր հուսապարկերը։ Իսկ ինչ արժի։ Արդեն 13,000 դրամ։ Հա, շատ սիրուն է։ Իսկ ինչ գների սահմաններում են։ Հրեշտակները արժեն 8,000 դրամ, բայց բոլորը անկախված աշխատանքի բարդությունից տարբեր արժեքներ։ Ձեզ ոնց կարող են գտնել։ Ես էջեր ունեմ Instagram-ում եւ Facebook-ում, եթե փնտրեք Marneedle Handmade, Անչափ շնորհակալ եմ։ Ձեզ լավ աշխատանքային օր, հաջողություն ձեզ։ հաջողություն։ Իդեպ վերնիսաժը Երևանի ամենահայտնի բացօթյա շուկաներից մեկն է, որտեղ կարելի է գտնել ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ։ Իմ փոքրիկ քաղաք հարազատ ամեն փողոց ու ամեն մի բան ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ Բարև ձեզ։ Դուք եք պատրաստել նուրերը։ Կասեք ինչ մատերիալով եք պատրաստում։ Փայտից։ Շատ գեղեցիկ է։ Մի նուրը օրինակ ինչքան ժամանակում կպատրաստեք։ Դարաբերական է։ Հա, կապված է ինչ նուր։ Կապված ինչ աշխատանք կարելի վրա։ Հա, օրինակ Միջինը մի այս նուրը։ մի կես ժամ, 3 ժամ տես։ Ինչ ժամում պատրաստում եք։ Ոչ ամբողջ ժամը։ Իրա սկզբնական աշխատանքը միջև վերջնական վերջացնելով մի 3 ժամ պետք։ Հա, մի նուրը փոքր։ Մոտ 3 ժամ կտևի ձեր պատրաստելը։ Իսկ մեծը։ Այդը պետք է նայել ավելի։ Հասկաց։ Իսկ ինչ փայտ է։
Հաճարի փայտը։ Հաճար։ Միայն փայտա, օրինակ մեջի հատիկները ինչից է։ Հատիկները բանն է, եգիպտացիան է։ Օ, շատ հետաքրքիր է։ Մեկ էլ որ խնդրեմ գների հետ կծանոթացնեք, օրինակ այս փոքր նռերը ինչ արժեն։ Լոկները 1000 դրամ։ Բրիլոկները 1000 դրամ։ Իսկ ավելի փոքրը, այս ցեպերը Ֆոկները 2000։ 2000։ Իսկ սա, Մագնիսները 1000-ից մինչև 3000։ սա մագնիս է։ 1000-ից 3000։ Սենց Ստենդիվրի դրվածները 4000-ից սկսում են մինչև 35000։ մեծերը, բա օրինակ այս սրանք։ Ծերը տարբեր գների կան, 5 կա, 8 կա, 10 կա, 10 կա, Եվ ամենամեծը 35000։ Եղավ։ Շատ սիրուն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որ խնդրեմ ինձ կասեք ինչով եք պատրաստում, ինչ փայտից է, փայտով եք չէ պատրաստում։ Հայտա Օրինակ քամանչայից ինձ կպատմեք մի քիչ։ Kamançan Sayatlova'yı Kamançan'a yani Kamançan net հայկական գործիք հայտնի է դարձել Sayatlova'yı Sayatlova'yı ժամանակ Kamançan եղել է 3 լարանի ժամանակակից Kamançanները որոնք 4 լար են 4-րդ լարը ավելացրել են Թիֆլիսում հայտնի Քամանչահար Օրգանիզիչվիլի ազգանունով հայ, որին հետո հրավիրել են մեր կոնսերվատորիայում դասախոս և ժողովրդական գործիքների ամբիոնի վարիչ, ազգանունն էր փոխել դարձրել Հովանեսյան, Ալեքսանդր Հովանեսյան այն ժամանակ կոչվել էր Սաշա Օրգանիզիչվիլի։ Kamançan հայտից պատրաստված գործիք է, երեսը կաշի է, բնական, ասպես կոչված կովի սրտի, բնական կաշվե տոպրակը։ Նու ես մոտավորապես այս թեման եմ սարքել, Sayatlova'yı Kamançan գրիչը, որը ժամանակի պետուրա եղել, երկն եմ գրել, փոքրիկ գործով մոդել եմ ստացել։ Իսկ որ խնդրեմ ձեզ, կասեք ինչ արժի օրինակ այս քամանչան։ Այս Kamançan արժի 12000 դրամ։ 12000 դրամ։ Այս ջութակը արժի 12000 դրամ։ Մոտիկից մի հատ նկարենք։ Շատ սիրուն է։ Մի վարքյան։ Ինչ փայտ էր։ Kamançan ընկույզի փայտային մոտ ջութակը լորելի։ Շնորհակալություն ձեզ ներկայացնելու համար։ Մեր ժողովրդին ցանկանում եմ բարձր ճաշակ, չինական ապրանքները դնել մի կողմ, անցնել հայկական գեղեցիկ հուշանվերներ առնել։ Շնորհակալություն ձեզ, լավ օր։ Հաջողություն ձեզ։ Լավ մնացեք։ Շնորհակալություն ստես։ Երևանը դուրուշ ենք չէ Երևանը մենք ենք Երևան անկեղծ սիրելը Չգրված օրենք է Շատ գեղեցիկ է։ Որ խնդրեմ գներին կծանոթացնեք մեզ։ Այո, իրան փոքրիկ չափերեցնում են 18000-ից մինչև 25000։ 25000-ը վերևի շարքն է։ Եվ Այս է, չէ՞, 25000։ Հա, եւ բացի այդ երրորդ շարքը, որը գնային մի քիչ ուրիշ մոդելներ են, գնային ավելի բարձր, ունեն 35 եւ 45։ հա։ Որը նկարենք։
Սա Հա, շատ սիրուն է։ Շատ գեղեցիկ գործեր ունեք։ Սիրուն բաժակներ ունեք։ Ինչից է պատրաստում։ Ինչից է պատրաստում բաժակները։ Կավից։ Իսկ ներկը։ Սա սուրճի բաժակներ է, ոնց հասկացա։ Սրանք սուրճի է, սրանք չայ։ Սուրճի բաժակն ինչ արժի։ 8000։ 8000։ Թեյը Թեյը 12։ 12։ Մի քիչ մոտիկացնենք ավելի։ Սիրուն։ Օй, շատ սիրուն է։ Մենջ սիրուն է, դա։ Շատ գեղեցիկ գործեր ունեք։ Մարդու թեյ խմելու ախորժակը բացվեց։ Այս լաթիկները ինչ արժի։ 2000։ Ինչ կտորա։ Գոբելեն է կոչվում։ Հա։ Այս մաքուր գոբելեն։ Ինչ արժի այս բաժակները։ Այսօր իրար վրա է։ 2000 դրամ։ Ինչից է պատրաստված։ Կերամիկա։ Այդ ինչ սիրուն արծիվը։ Կինը 100,000 դրամ։ Բարև ձեզ։ Ինչ գիրք եք կարդում։ Տենց։ Ինձ բախ տվեք։ Գևորգ Չաուշի մասին ասեմ։ Հա։ Ստեղ կա ուրեմն մի հողագործ Ֆադեյ անունով։ Ասում է իմ բահը ամեն ինչից վեր է։ Այս բահով է կերակրում ամբողջ աշխարհը։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Այո, շատ։ Դրա համար երկրորդ անգամ կարդում եմ։ Իսկ շուտանից եք զբաղվում այս աշխատանքով։ Մի ժամանակ երբ որ սովետական միությունը հլուսվեց, զբաղվում եմ։ Սա որպես հոբի է, թե արդեն մասնագիտացված աշխատանք։ Մասնագիտացված աշխատանք է հիմա, հոբի է եղել, երբ որ սկսել եմ սովորել, հոբի է եղել։ Հիմա արդեն ապսա են սովորացրել։ Իսկ ինչքան ժամանակում եք մի գործը պատրաստում։ Այս գործերը, որը միայն ձեռքով է արվում, մի քանի օր է տևում։ Ասենք, որպեսզի այս մատանի դառնա սա, ասենք, Հա։ սա պետք է ուրեմն սրա մոմը սարքել, էլի մոմից ֆորմա ստանալ վերջնական։ Հա։ ու նոր պատրաստել էլի։ Մոմերով ծառ սարքվում, այդ ծառը գիպսի մեջ ֆորմա է դառնում, հետո այդ ֆորմայի մեջ հալած արծաթը լցվում է, դառնում է ասենք մատանու այս կաղապարը էլի, արծաթից դառնում է բան։ Նո արդեն աշխատանքները… Օրինակ դա ինչ արժի։ Սա արժի 15,000 դրամ, բնական բան է, յանտար է սա։ Հա։ Իսկ կա այնպիսի աշխատանք, որ դժվարանում եք բաժանվեք այդ աշխատանքից, այդ գործից։ Չեք ուզում վաճառվի, բայց դե որ վաճառվի։ Այդպես գործը Ցույց կտաք ինձ։ շատ հավանում եմ այս գործը։ Բերեք կամերայի դեմը, ասենց։ Շատ սիրուն է։ Ու ինչ արժի։ Սա 25,000 եմ ասում, Հա։ հետո մեկ էլ այսա բնական ամիցիստով, նայեք այս աշխատանքը, այսպես կողքից պահեմ, եթե Հա, շատ լավ։ սենց նայեք ձեռքի աշխատանքը էլ ես բոլորը։ Շատ սիրուն է։ Ու բնական ամիցիստ է սա։ Սա էլ մի 30,000-ի կարգ է դից։
Արցաթից է ժամը։ Արցաթ է, իհարկե։ Շատ սիրուն է։ Բոլորը արցաթ է։ Ու ինչ արժի։ Վերջնական 50,000 դրամ, 50,000 դրամ։ Լավ նվեր է։ շատ, հոյակապ նվեր։ Հաճախորդների հիմնական մասան մեր տեղացիներն են ճիշտ ասած։ Այ հետաքրքիր է դա։ Որտեվ շատերի մոտ հակառակն էր, տուրիստներն էին։ Չէ, տուրիստներին սպասում ենք, որ ասեն, դե տուրիստների հիմնականում սեզոնային էլի։ Հա։ Կներեք իհարկե։ Հա։ Թույլ է, առևտուրը թույլ է։ Էժան գնով երևի տվեցիք։ Բաց է, տալիս է, համարյա իր ինքնարժեքով վաճառում են, որպեսզի մեր հարցերը կարողանան։ Իսկ որ սեզոնին է լավ առևտուր լինում։ Բրանը, Ամառը։ Քանի ամիս է տևում։ այդ կարելի է ասել նորմալ առևտուր մի 2 ամիս, 2 ամիս ու կես է այդպես։ Հունիսի 10-ից հետո մինչև օգոստոսի 20-ը այդ ժամանակահատվածում Ուրեմենի առևտուր է լինում։ Եղավ։ Դե ձեզ լավ աշխատանքային օր, Շնորհակալ եմ։ լավ առևտուր, Շնորհակալ եմ։ հաջողություն ձեզ։ Հաջողություն, հաջողություն։ Այս քաղաքն է որ ստիպում է սիրահարմանալ Սա ձերքի աշխատանք է։ Հա։ իմ սրտի մայրաքաղաք Երիցուկները։ Արևուկյան Երևան դու սերնես հայելի Հետևորդներ ջան, նայեք ինչ սիրուն է, Տաթևի եկեղեցին է։ Ինչ ներկով է պատրաստված։ Յուղաներկա։ Շատ սիրուն է։ Ու գինը ինչ արժի։ 60,000։ Օրինակ այս ձմեռային գործը շատ սիրուն է ու բնական է երևում։ Ինչ արժի։ 80։ Ինչ ներկով է պատրաստված։ Յուղաներկ շատ սիրուն է։ Վերնիսաժը միայն շուկա չէ, այն մարդկանց ձեռքի ստեղծագործական աշխատանքներն են։ Եթե քեզ հետաքրքիր են նման պատմությունները, բաժանորդագրվիր էջին, որ հաջորդ հանդիպումը բաց չթողնես։ Ես Արշակ Ռոստոմյանն եմ։ Կհանդիպենք շուտով։ Լավ մնացեք։